Պլաստիկ վիրահատություններն ու էսթետիկ միջամտությունները դարձել են սովորական երևույթ։ Հայկական շոու բիզնեսի կին ներկայացուցիչները ևս անմասն չեն մնում նման միջամտություններից։ Սակայն մեր օրերում դրանց փոխարինելու են եկել Instagram-յան ֆիլտրերն ու ամենազոր Photoshop-ը։ Armlet-ին առանձնացրել է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր գրեթե միշտ դիմում են Photoshop-ի օգնությանն ու սոցիալական հարթակներում ներկայանում են այնպիսի արտաքինով, որը չի համապատասխանում իրենց իրական տեսքին։ Դիանա Գրիգորյան, սցենարիստը վերջին շրջանում շատ ակտիվ է Instagram-յան հարթակում։ Նա շատ հաճախ է լուսանկարներ հրապարակում, որոնցում ակնհայտորեն չարաշահում է Photoshop-ը։ Բավական է պարզապես համեմատել նրա նկարներն ու հասկանալ, որ սցենարիստն իր Photoshop-ած լուսանկարներում բոլորովին այլ տեսք ունի։ Տեսնենք նաև, որ Դիանան հազվադեպ, բայց նաև առանց Photoshop-ի լուսանկարներ է հրապարակում։ Երևի թե հասկանալով, որ իր Photoshop-ած նկարների պատճառով մարդիկ կարող են մոռանալ իր իսկական դեմքը։ Լիլու, երգչուհի Լիլուն նույնպես դասվում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչների շարքին, ովքեր գերի են դարձել Photoshop-ի։ Երգչուհին Instagram-ի իր էջում այնպիսի Photoshop արած լուսանկարներ է հրապարակում, որոնցում դժվար է ճանաչել երգչուհուն, քանի որ Լիլուի հետ լուսանկարի աղջիկը բոլորովին կապ չունի։ Լիլուի դեպքում այս ամենը թերևս ավելի ծիծաղելի է, քան որ իր տեսահոլովակներում երգչուհին ակնհայտորեն այլ արտաքին ունի։ Լուիզա Ներսիսյան, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը միշտ աչքի է ընկել իր երիտասարդ ու գրաֆիչ տեսքով։ Վերջերս էլ պարզ դարձավ, որ դերասանուհին մեծացրել է կրծքերը։ Սակայն արտաքին իդեալական դարձնելու նպատակով Լուիզան հաճախ է դիմում Photoshop-ի օգնությանը, որի շնորհիվ դառնում է կատարյալ։ Թեև չեն կարող հերքել, որ դերասանուհին բավականին խնամված տեսք ունի, սակայն նրա լուսանկարների կինը բոլորովին կապ չունի իր հետ։ Ռիփսիմե Հակոբյան, Ռիփսիմե Հակոբյանին կարելի է համարել Photoshop-ի եւ Instagram-յան ֆիլտրերի զոհը։ Երգչուհին ոչ միայն չարաշահում է այս ամենը, այլև շատ հաճախ է դա անում ծիծաղելի աստիճանի անբնական։ Նա ոչ միայն այլ դեմքով է ներկայանում սոցհարթակներում, այլև շատ հաճախ իր կազմվածքն է փորձում փոխել։ Երգչին, ով երկրորդ երեխայի լուսաշխարհ գալուց հետո քաշի խնդիր ունի, այնպիսի լուսանկարներ է հրապարակում, որոնցում ակնհայտ է, որ Photoshop-ի օգնությանը դիմել է անբնական ձևով։